Ետ դարձեք։ Այնպես ուզում եմ Ալադին Միսակին տեսնել, այնպես ուզում եմ, որ նա երգի։ Հայդուկ զինվորների գրեթե մեծ մասը չկա։ Վերջին սպանվածը Ջնդոն եղավ Սեյդո Պողոսի հետ, իսկ լաչկանցի հին ֆիդային մեռավ տան մեջ, հրացանի կրակոցով լուսավորելով իր վախճանը, իբրև թե մեռնում է պատերազմի դաշտում։ Բայց ինչ եղավ իմ խաղասացը։ Օ, ինչպես կուզեի տեսնել նրան։ Ես նրան կնստեցնեի իմ կողքին, գլուխս կառնեի ափերիս մեջ, և նա կհասկանար, թե ինչ եմ ուզում։ Երգիր, Միսակ, երգիր։ Երգիր այն երգ, որ այնպես սրտալի էիր երգում։ Ես հոգնած եմ, Միսակ, սմբատաբերդը փուլ եկավ գլխիս, իմ պայթող աղբյուրի նժույգները գնացին։ Այնպես ուզում եմ քո երգը լսել, էն երգը, որ գնաց, էն երգը, որ էլ չի կրկնվի։ Ես սարերն ընկած բռաբյոն ծաղիկ էի փնտրում, բռաբյոն ծաղկի երգը երգիր։ Ձիապան Բարսեղը քնած էր մսուրում։ Ես արթնացրի նրան, և մենք ձին առած միասին դուրս եկանք։ Ուր ես գնում այդպես, նժույգիդ սանձը բռնած և գլխահակ, դատարկ խուրջինը կապած թամբիդ և հրացանը թևդ գցած, մտքերիդ հետ ես և ծանրորեն ես քայլում։ Առաջին անգամը չէ, որ քեզ տեսնում եմ այդքան մտազբաղ։ Ինչով օգնեմ քեզ։ Գուցե ես նկարագրեմ քո ճանապարհը։ Դու անցնում ես Մշոդաշտով։ Ծծմակն է կանգնած քո ճամփին և վերևում մի ծանոթ քար կա։ Արի քեզ տանեմ, նստեցնեմ այդ քարին։ Դու ծծմակով սկսեցիր քո ֆիդայական կյանքի ուղին և դրանով գուցե ավարտես այն։ Ինչ ես բեղերդ սեղմում շուրթերիդ և երեսդ շուռ տալիս, որ ձիապանդ չտեսնի։ Արաբոյի՞ն հիշեցիր։ Աջ կողմդ տերգևանքն է, և առաջվա պես բաց է այն դուռը, որի պատից ալյուրի մաղը վերցնելով, նետվեցիր ֆիդայական առաջին առասպելական կռվի մեջ։ Կողքը Ալվարինջն է։ Գևորգը հարբեց, բայց դու մի խմիր։ Մի խմիր այդ գյուղի գինին, այն սաստիկ թունդ է։ Եթե Ալվարինջու սարերով վեր բարձրանաս, կհասնես Հավատորիկի ձորին։ Այդտեղ սպանվեց Ավրանա Արամը, քո անվեհեր ֆիդային։ Երկու վերք ուներ, մեկը ուսին, մյուսը կրծքին։ Դու քո հայդուկներով ծունկի իջար նահատակի առաջ։ Նա երկար նայեց ձեզ իր բոսորագույն աչքերով ու մրմնջաց. «Իմ բանս վերջացած է, սպանեցեք ձեր ձեռքերով»։ Եվ դուք սարսափեցիք։ Ո՞վ էր, որ ձեռք բարձրացնելու հանդգնություն պիտի ունենար այդ նվիրական կյանքին վերջ տալու։ Այդ ժամանակ ձեզ մոտեցավ իր փեսա Վահանը, որ զինվոր էր եղած թուրքական բանակում, և համարձակ ասաց, թե կարող է ազատել Արամին իր տանջանքներից։ Վայրկյան չանցած դուք տեսաք, թե ինչպես նա անվարան մոտենալով Ավրանա Արամին, շշնջաց. «Քո կյանքը հալալ արա ինձ, իմ ազիզ աղբերս» և 10 տոցի 3 հարվածով վերջացրեց նրան։ Հայացքդ վշտից առել ես թևերիդ տակ, բայց նայիր, դեպի ուր են ուղղված ձիապանիդ աչքերը։ Ձիուց սանձը բռնած նա կարոտով նայում է Մշոդաշտին։ Դե վեր կաց, վեր կաց։ Դու լուսաստղով պիտի բաժանվես Տարբանի դաշտից։ Բարձրացրու գլուխդ։
և վերջին անգամ ծիրնկատարի լուսեղեն բարձունքին նայիր. նայիր Սմբատաբերդին. իջիր, իջիր, վերևում մնաց Սեյդոյի քարայրը, ահա բերդակը, դու կանգնած ես բերդակի և Նորշենի սահմանագլխին, Ֆրանկ Մոսոն այդտեղ չափեց ձեր գյուղերի հողային սահմանը, Սամիրով ճաշը այդտեղ կերար, գեթ իմանայի, թե կանգուն է Ֆրանկ Նորշենի տունը, ես քեզ այնտեղ կտանեի, կծեծեի նրանց դուռը և կասեի. «Կաքավ քույրիկ, մի տեղ տվեք սրան և իր ձիապանին ձեր գոմի մութ անկյունում, սա այն մարդն է, որ տակավին պատանի և մուշից նոր փախած օգնել է լուծելու ձեր երկու գյուղերի սահմանային վեճը»։ Բայց ավաղ, ավեր է Ֆրանկ Նորշենի տունը, քանդված է ամեն սահման ու սրբություն, և չկա մի չվան չափելու անարդարությունը անչափելի։ Այսինչ մոլեգնած ոտնահետքեր են ձիերի։ Այստեղով առավոտ վաղ Մորուք Կարոն և Չոլոն են անցել Սաստո լեռներից իջնելով։ Մորուք Կարոն։ Սասունը Էրմենիստան էր դառնում, և Կարոն դեռևս 7 տարի առաջ շտապեց ամուսնանալ, որ երկիրը լցվի։ Այս գարնանը մանավանդ նա հաստատ հույսեր ուներ, որ ավերակների տակից հառնում է մի բաղձալի Հայաստան։ Ամեն գյուղի մեջ վառվել էր 5-10 ճրագ, Երզնկայից մինչև Կարին, Տիգրանակերտից մինչև Բաղեշ ու Վան։ Հայրենի երդիքներից սկսել էր ծուխ բարձրանալ։ Չոլոն էլ ուզում էր իրենց գյուղում ճրագ վառել։ Եվ սակայն նա մեկն էր սասունցի այն հեծյալներից, որ այս առավոտ իջան Մշո դաշտ։ Կանգ առ, դու ուզում էիր Ալադին Միսակին տեսնել։ Խորոնք գյուղի մոտ իր հայրենի գյուղն էր։ Ահա նա իջնում է լեռներից, ավարտելով վերջին այցելությունը Ալադինի ավերակներին։ Ո՞ւր ես ետ նայում, այդ ո՞վ է կանչում ետ դարձիր։ Բերդակ Սարի կաղնուտը, Սմբատաբերդը, թե Զանգակ Սարի քամին։ Տես, ինչպես Մշո գետակը գոռալով դեպի հյուսիս է շտապում, իր ընթացքի հետ քանդելով հայրենի քաղաքի կամուրջները։ Դու այդ ե՞րբ անցար Սուլուխի կամուրջը և հասար Խնուս։ Հիշո՞ւմ ես Բինգյոլի ձյունը։ Դարձյալ ձյուն կա Դեղթափ Սարին, բայց ոչ Բինգյոլից եկող կա, ոչ Խնուսում շոգից տանջվող։ Թագավորին դուր չեկավ ձեր կամավորական գնդերի գոյությունը։ Վանի ազատագրումից և Բաղեշի ճակատամարտից հետո այդ գնդերը ցրվեցին։ Դրանց փոխարեն կազմվեցին հայկական հրաձգային գումարտակներ ցարական զորամասերի մեջ։ Այդպես կամեցան ինքնակալ կայսրը և Կովկասի փոխարքան։ Իսկ այժմ ցարական զորքը քաշվել է, ճակատի պաշտպանությունը թողնելով հայոց երկրապահ զորքերին։ Թշնամին սաստկացրել է հարձակումը և արագ շարժվում է դեպի Մուշ։ Կուրտիկ և Փեթար լեռների կողմից արդեն լսվում է նրա հրանոթների որոտը։ 1916 թվականի գարնանը ավերակված գյուղերի մեջ վառված ճրագները նորից սկսեցին մեկ առ մեկ հանգչել, և հազարավոր հայ գաղթականներ խռնվել են Զարփորի լեռնանցքում։ Բաղձալի Հայաստանը նորից ամայանում է։ Բայց այս ո՞վ է պառկել Խնուս բերդի փողոցում։ Այդ ի՞նչ զորքեր են շարժվում նրա վրայով։ Գնդապետ Սամարցյանն է, Դոնի Ռոստովի քաջամարտիկ զինվորականը։ Այդ նա էր,
որ 1916 թվականի գարնանը Սիլիկովի զորամասի հետ մագլցեց Սասուն, չոքեց ու աղոթեց Մարաթուկի դեմ։ Երբ ցարական զորքը սկսեց քաշվել, նա մնաց հայկական հրաձգային գնդի հետ հայրենի երկիրը պաշտպանելու։ Այժմ պառկած է նա Բերդի փողոցի մեջտեղ և իր վրայով զորքեր են անցնում։ Բայց այս ի՞նչ է։ Այս ի՞նչ զորք է իր վրայով ետ նահանջում։ Մի՞թե դրանք այն գնդերն են, որ գնացին Կարին։ Ցարական զինվորների օրինակին հետևելով, նրանք լքում են ճակատը և դառնում տուն։ Հայրենասեր գնդապետը ցեխի մեջ պառկած փաթաթվում է նրանց ոտքերին, խնդրելով, որ իր վրայով չանցնեն, չգնան։ Մի դարձեք, մի լքեք ճակատը։ Ո՞ւր եք գնում, հայ զինվորներ, ո՞ւր եք գնում։ Ես ինքս ռոստովցի հայ եմ, ռուս գնդապետ, բայց պարտք ունեմ հայրենիքի հանդեպ։ Ետ դարձեք։ Բռնում քաշում էր իր զինվորների ոտքերից, որ ետ դառնան։ Անդրանիկը Բերդաքաղաքում ասաց. չկարծեք, թե Կարինը չպաշտպանելով, դուք պիտի կարողանաք Բերդաքաղաքը պաշտպանել երկար ժամանակ։ Իմ խոսքը ավելի դառն է. եթե դուք Խնուսի Բերդը լքեք, մեր դիրքերը կլինեն Էջմիածնի պատերի տակ։ Կացեք, սա մեր հայրենիքն է, ո՞ւր եք գնում։ Բարձրաձայն գոչում էր նա, հրամայելով, որ ետ դառնան։ Ճանաչեցի՞ր։ Այո, այդ նա է, գնդապետ Սամարցյանը։ Այդ նա է պառկած Խնուս Բերդի ցեխոտ փողոցում։ Այդ նա է հարվածում իր զինվորների ոտքերին, որ ճակատը չլքեն։ Ծեր է, փոքր ինչ արծվաքիթ։ Խնուս Բերդի ընդհանուր հրամանատարն է։ Մեկը ռուսահայ այն 5 երիտասարդ գնդապետներից, որոնց դու տեսել էիր Կարսի թամբագործի արհեստանոցում։ Անակնկալի է եկել Կարինի անկման լուրը առնելով։ Բայց ինչ փույթ։ Հայ զինվորները ճամփան շեղելով շարժվում են դեպի Ալաշկերտի դաշտ, այնտեղից դեպի Կովկաս։ Եվ նա միայն իր նահանջող զորքի ոտնաձայնն է լսում և իր հրամանը. ետ դարձեք։ Նայիր այդ քաջ գնդապետին և թող նրա հերոսական պատկերը ցոլանա աչքերիդ մեջ և գալիք սերունդների սրտերում։ Ես Նոր Նախիջևանի հայ եմ, սա իմ հայրենիքն է, ո՞ւր եք գնում։ Վերջին անգամ բղավեց Բերդի անօգնական գնդապետը, շաղախվելով ցեխի մեջ։ Բայց զորքը, տես, գնում է, անվերջ գնում, աչքերը հառած Խաթավին լեռան ձյունոտ բարձունքին, և միայն մի ազդու հոգեմաշ և հետզհետե խլացող դառնագին կանչ է լսվում, որ գնդակի պես գլորվելով ելնում իջնում է նրանց ոտքերի տակ։ Ետ դարձեք։ Պասենով, Ալեքսանդրոպոլ։ Անդրանիկը Կարին մեկնեց Բերդաքաղաքից, իր հետ ունենալով արևմտահայ կամավորներ, մեծ մասը ջարդի դիակների տակից ճողոպրած և Կովկաս ապաստանած Օսման բանակի հայ զինվորներ։ Ահա դրանցից մի քանիսը. կեսարացի Ճեպեճի Սարգիս, ձիավոր գնդի հարյուրապետ, դոկտոր Բոնապարտ, քարտուղար Եղիշե, հիստապետ Թորգոմ, Ճեպեճի Սարգիսի ձիավոր հարյուրակում, որ նախապես Սեբաստացի Մուրադի մոտ ձիապան էր եղել, թարգման Ռուբեն և այլն։ Մշեցիներից իր հետ էին կայծակ Անդրեասը, սուրհանդակ, հին հայդուկ Հաջի Գևոն, խնուսցի Փիլոսը և շավարժ Բասենցին։ Սեբաստասի Մուրադը երզնկայի ճակատը ճեղքելով նոր էր հասել Կարին, երբ Անդրանիկը իր երկրապահ զորքով հասավ այնտեղ։
Մուրադը նրան դիմավորեց իր սպիտակ ձիու վրա, սև յափնջին հագին, 150 ձիավորներով։ Զորքեր կային նաև Բերդաքաղաքից և Ալեքսանդրոպոլից։ Բայց ահա վերջնագիր. Անդրանիկ Փաշին և Կարնո մեծերին Բրեստ-Լիտովսկի դաշնագրով մեզ են թողնված Բաթումը, Կարսը, Արդահանը, Օլթին, Արտվինը։ Ուստի առաջարկում եմ ձեզ անմիջապես հեռանալ մեր սահմաններից, այլապես խստիվ պիտի պատժվեք։ Վեհիբ Փաշա։ Հայդուկ էր, չդիմացավ, նստեց և գրեց. Զենքն է, որ պիտի վճռե, թե այս հայրենիքը մերն է, թե ձերը։ Ես քեզպես փաշաներ շատ եմ տեսել, քեզ հետ էլ կչափվենք։ Այս պատասխանը Վեհիբին ուղարկելուց հետո Անդրանիկը դարձավ իր զորքին. Ես մի անհատ եմ, Անդրանիկը ձեզնով է Անդրանիկ, կարգը եկած է, և հաղթանակը ձեր սվինների ծայրին է, ով հայ զինվորներ։ Չկարծեք, թե Կարինը չպաշտպանելով, պիտի կարենաք Կարսը պաշտպանել երկար ժամանակ։ Անդրանիկը հրամայեց հարձակումը սկսել։ Ինքը կենտրոնից, իսկ Սեբաստացի Մուրադը և մյուսները թևերից։ Պայթեցին ձայներ. Սա մեր հայրենիքը չէ, մենք մեր երկիրը պիտի երդանք։ Զորավարը հանկարծ ետ նայեց, տեսավ, որ բոլորը փախել են։ Բարկությունից ձիու վրայից շպրտեց սուրը։ Սուրը զնգալով ցոլած սառած ձյուների վրայով։ Հիսնապետ Թորգոմը վազեց բերելու։ Տղաս, ասաց Անդրանիկը, դրա ուժը անցավ արդեն։ Կանչեց Սեբաստացի Մուրադին և Ճեպեճի Սարգսին, թելադրեց զորքի նահանջը դեպի Բասեն։ Ինքը վերջինը լքեց դատարկված Կարինը։ Մենակ է, ետևից մի թարգման և մի քանի թիկնապահ են գնում։ Երզնկացի հիստապետ Թորգոմը, հայդուկներ Լոլո Հաջին և կայծակ Անդրեասը։ Գնում է և մտածում. ինչ է սպասում իրեն և իր ժողովրդին։ Իրեն Հայաստանի երկրապահ զորամասի հրամանատար նշանակելու համար սուր վեճեր էին ծագել հանրապետության խորհրդում։ Ասել էին, որ նա բնածին ռազմական տաղանդ է, բայց այդ տաղանդը չունի գիտական մշակում, որ նա անիշխանական խառնվածք ունի և ըմբոստ է ամեն տեսակ իշխանության դեմ, հայրենի, թե օտար։ Ի վերջո մերժել էին ցարական կադրային զինվորական չլինելու և թուրքերին չգրգռելու պատճառաբանությամբ։ Այդ նույն օրը նա ջղայնացած զենքը ուսը առավ և գնաց ռուս հրամանատարին հայտնելու, որ ինքը կմեկնի ճակատ իբրև շարքային զինվոր, որովհետև կարելի չէր ուշանալ։ Ինչպիսի բարձր տրամադրությամբ նա Թիֆլիսից մեկնեց Կարին, անընդհատ կատակներ անելով վագոնի մեջ։ Իսկ այժմ… Հասավ Բասենի դաշտ։ Առաջին անգամ Բերդաքաղաքից դեպի երկիր գնալիս անցել էր այդ դաշտով, գիշերելով Գոմաձորցի մի հայ շինականի հարկի տակ։ Այդ դաշտով 1903 թվականի ամռանը իր հեծյալ խմբով Կովկասից դեպի Մշոդաշտ էր անցել Սեբաստացի Մուրադը, օգնությամբ ուտալով Սասնո ապստամբներին։ Ահա և Բոցիկա սարը։ Դիմացը ձյունի համատարած սպիտակության մեջ մի քանի քարաբլուրներ երևացին։ Բոցիկա հովը շնկշնկալով իջնում էր այդ բլուրների վրա։ Մեկի առաջ կանգ առավ։ Այդտեղ թաղված էին Լոռեցի Սրապը և Գյումրեցի Պոդվալի վաղոն և դարձյալ մի հին հայդուկ Մենակ անունով։ 15-20 տարի առաջ ռուսահայ երիտասարդի միակ ձգտումն էր, թե երբ պիտի անցնի սահմանը
իր հայ եղբայրներին ազատագրելու սուլթանի լծից։ Ալեքսանդրապոլսի Վաղոն և Լոռեցի Սրապը 1904 թվականին ընկերներով ճեղքել էին սահմանը և անցել երկիր, միանալու Սասնո ապստամբներին, բայց ռուսաց թագավորի հրամանով սպանվել էին սահմանագլխին և ամփոփվել այդ քարակույտի տակ։ Բերդաքաղաքի շրջանի մի ձորի մեջ նույնանման մի քարակույտի տակ թաղված էին Սարգիս Կուկունյանի արշավախմբի նահատակ ընկերները։ 1903-ին խանի խմբի հետ Բասեն մտնելիս սուլթանի բանակին բախվելով և առյուծաբար կռվելով սպանվել էին Սուլուխցի առյուծ Սերոփը և իր երկու կորյունները Հակոբ և Ավետիս։ Բասենի դաշտով ուրիշ շատ խմբեր էին անցել։ Նրանց մեծ մասին անձամբ ճանաչում էր Շապինանդը։ Հայդուկներ էին, որ մահով զինված բռնության դեմ մահի էին գնում։ Բայց բոլորն էլ գրեթե անխնա բնաջնջվեցին, ոմանք կիսաճամփին, շատերն էլ սահմանագլխի վրա, ճզմվելով բռնակալներից։ Թշվառ, հավատավոր ուխտի զինվորներ, սուրբ վերքերով պառկած անհայտ անանուն շիրիմների մեջ։ Անդրանիկը հրացանին կրթնած երկար նայեց հայդուկների բլուրներին։ Ճակատին հայկական հոգսն էր, հագին ցարական գեներալ֊մայորի համազգեստ, կրծքին Սուրբ Վլադիմիրի շքանշան և Գեորգիեվյան խաչ։ Զորավարական ուսադիրները ծանրորեն ճնշում էին իրեն։ Հայդուկի հոգին ըմբոստանում էր այդ համազգեստի մեջ։ Ոտքը դրեց մի կոշտի։ Ձյունը փուլ եկավ։ Թիթեղյա մի ժանգոտած ջրաման պսպղաց քարի տակից։ Ո՞ր հայդուկինն էր եղել արդյոք։ Ո՞վ էր ջուր խմել նրանով։ Գուցե Պոդվալի Վաղոյի կամ Լոռեցի Սրապի տափաշիշն էր։ Միակ անհրաժեշտ պիտույքը զենքից հետո, որ երկիր գնացողը անպայման վերցնում էր իր հետ և սպանվելիս բարձի փոխարեն դրվում էր նրա գլխի տակ։ Տխուր մտածությունների մեջ Շապինանդը անցավ Բասենի դաշտը և հասավ Ռուսա-Հայաստանի հին սահմանին։ Ներքևում մնաց Ալաշկերտի դաշտը։ Հայ շինականներին արգելված էր այդ դաշտում խոտ հնձել։ Դոնից և Կուբանից բանվորական ջոկատներ էին շտապում Ալաշկերտ, Դիադինի և հին Բայազետի հովիտների խոտը հնձելու կազակական գնդերի ձիերի համար։ Այդ վայրերում մշտական բնակության համար արդեն դիմումներ էին ներկայացրել ցարական բազմաթիվ չինովնիկներ։ Մի կալվածատիրուհի խնդրել էր, որ Դիադինի հովտում իրեն հողամաս հատկացվի դաստակերտ կառուցելու։ Դա 2 տարի առաջ էր։ Այժմ Կարինը գրավված էր։ Թշնամին արագ մոտենում էր Կաղզվանին։ Տարոնի ժողովուրդը Խնուսից, Մանասկերտից, Բուլանուխից շարժվում էր դեպի Ալաշկերտ։ Հայ երկրապահ զորքը ետ քաշվելով քայլ առ քայլ կռվում էր ներխուժող հորդաների դեմ, որոնք ուզում էին կտրել նահանջող ժողովրդի ճանապարհը։ Հայտնի էր դարձել, որ թշնամին արդեն գաղտնի հարաբերության մեջ էր մտել Թալինի բերդի հետ։ Ալեքսանդրապոլի և Երևանի թիկունքում սպառնալիք էր ստեղծված։ Բերդաքաղաքին չհասած Բեռնա գյուղի մոտ Անդրանիկը հանդիպեց Սեբաստացի Մուրադին։ Նա դարձյալ իր սպիտակ ձիու վրա էր, սև յափնջին հագին։ Այդ հին հայդուկապետին հարկադրել էին հեռանալ Սարիղամիշից, և նա զայրացած իր զինվորներով լքել էր Սարիղամիշը և հեռացել։ Երկճղանի մորուքով մի մալական անցավ հեռվից։ Շապինանդը կարգադրեց իր մոտ բերել նրան։ Կանչեց թարգմանին։ Հարցրու այն մալականին, թե ով է իրենց գյուղի տերը։ Բոգ վիսոկի, ցար դալյոկի, նա զիմլի է ադին շապուխ, պատասխանեց մալականը։ Հարցրու իրեն, թե ինչ գիտի Թալինի բերդի հետ հակառակորդի ունեցած կապի մասին։ Մալականը հայտնեց,
որ Բերդաքաղաքի նահանգապետը Մուշից բերված մի սիրուն հարճ է ուղարկել այդ ամրոցի թաթար խանին իբրև նվեր։ Բեռնայի մալականը գնաց։ Ինչ անել։ Նորից գնալ Թիֆլիս և բողոքել, բայց ում։ Ազգային բյուրոյի՞ն, վրաց մենշևիկների՞ն։ Գուցե հարկավոր կլինի խորհրդային Ռուսաստանի Կովկասյան արտակարգ կոմիսարին տեսնել։ Եվ գնաց։ Կոմիսարը անցել էր Բաքու։ Նա խոսք տվեց, որ խորհրդային Ռուսաստանը ամեն կերպով կօգնի Թուրքահայաստանի անկախությանը։ Վերադարձավ Ալեքսանդրոպոլ։ Բերդաքաղաքը ընկել էր։ Թշնամին իր հարձակողական ուժերը երկու մասի բաժանած, մեկ մասով ուղղվում էր դեպի Ալեքսանդրոպոլ, իսկ մյուսով Կողբի և Սարդարապատի վրայով դեպի Երևան։ Ճակատից ետ քաշված բոլոր երկրապահ ուժերը հավաքվել էին Շիրակի դաշտ։ Բերդաքաղաքից այդտեղ էին հասել Սեբաստացի Մուրադը, Սարգիս Ճեպեճին, Հիստապետ Թորգոմը և բժիշկ Բոնապարտը։ Սուլուխի կամուրջից Բասենի վրայով այնտեղ էին նահանջել բասենցի Շավարշը, խնուսցի Փիլոսը և Պուճուր Աբրոն։ Ապրիլի 10-ին Անդրանիկը Ալեքսանդրոպոլում շտապ նոր բանակ կազմեց, որ Ալեքսանդրոպոլը և Երևանը պաշտպանի թուրքական հարձակման դեմ։ Այդ զորքի մոտ 600 ձիավորը և հետիոտնը գարահիսարցի, երզնկացի և խոտորջուրցի տղաներ էին, հայդուկ զինվորներ և նախկին կամավորներ։ Հեծելազորի հրամանատար կարգեց Ճեպեճի Սարգսին, գումարտակի պետ Հաջի Գևոյին։ Նշանակեց նաև հրամանատարներ, որոնցից երկուսը մշեցիներ էին, Սմբուլ Արշակը և Շահկա Արոն։ Զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարը և գլխավոր բժիշկը Բոնապարտն էր։ Թիկնապահ և քարտուղար Եղիշե, թարգմանիչ Ռուբեն, սուրհանդակը կայծակ Անդրեասն էր։ Այդ բանակը կոչվեց հայկական առանձին հարվածող զորամաս։ Բերդը 1918 թվականի մայիս ամիսն էր։ Սասունցի ձիավոր հայդուկների մի խումբ Իգդիրի սարերով սրընթաց իջավ Արարատյան դաշտ։ Նրանց մեջ կային նաև մի քանի մշեցի հեծյալներ, որոնցից մեկը Ալադին Միսակն էր, իսկ մյուսը իմ ձիապան Բարսեղը։ Երկու շաբաթ առաջ խնուս Բերդից դուրս գալով, նրանք կտրել էին Ալաշկերտի հովիտը և Մարգարայի կամուրջով մոտեցել Մեծամոր լճին։ Մեր դիմաց Արագած լեռն էր, թիկունքին Մասիսները, իսկ ետևից Բարդողյան բարձունքներից Ձյան Հուսինի պես դեպի Սուրմալու իջնող բազմահազար գաղթականություն։ Իջնում էին գրաստներով և առանց գրաստների։ Մեկը իր թաղիքը ու կարպետը մեջքին կապած ու բահը ուսին, մյուսն իր խնոցին շալակած, երրորդը իր երկանքն ու գերանդին, չորրորդը իր դհոլը գրկած, տխուր ու մտածկոտ։ Ձիավորներից ոմանք առաջարկեցին այդ գաղթականներին Էջմիածնի վրայով տանել աշտարակ ու ապարան։ Ոմանք էլ հարմար դատեցին Երևանի վրայով նրանց առաջնորդել դեպի Նոր Բայազեդ։ Մեր աչքերը, սակայն, հառած էին Արագած լեռան քարքարոտ բարձունքներին, որի թավշյա ստորոտները աննկատելի կայծում էին մեր նժույգների սմբակների տակ։ Բարձր դարավանդի վրա կանգնած էր Թալինի հնադարյան բերդը։ Այդ կրկնապարիսպ բերդի ներսում և նրա շրջակա ավաններում 1.5 դար առաջ հայ կամսարական տոհմի շինականներին բռնությամբ տեղահանելով, ամրացել էին մի քանի թաթար և պարսիկ իշխանավորներ, կեղեքելով և սարսափի մեջ պահելով այդ շրջանի հայ աշխատավորներին։ Ամրոցի տերը մորուքավոր մի պարսիկ էր, Իբրահիմ խան անունով։ Այդ ամրոցը ոչ միայն իշխում էր Արագածի անցուղիներին,
այլև մեծ վտանգ էր Արևելյան Հայաստանի մայրաքաղաքի համար թշնամու հարձակման դեպքում։ «Այդ բերդը մեր բաժինն է», ասաց Փեթարամանուկը, և նրա ձին մեծամորի երկայն եղեգները ճեղքելով կատաղորեն ծառս եղավ օդում, պատրաստ առաջ սլանալու։ «Պիտի վերցնենք և պիտի ապրենք այդ սարի վրա», ավելացրեց մորուք Կարոն, ձեռքը հաստատորեն իջեցնելով Չոլոյի ուսին։ Ծարս եղավ նաև արծիվ Պետոյի ձին։ Բոլոր հեծյալները գդակները հանելով թափ տվեցին դեպի Արագած լեռը։ Ուրիշ ոչ ոք, միայն այդ մի խումբ սասունցի հեծյալները պիտի գրոհի գնային բերդի վրա։ Ահա թե ինչու մեր նժույգները Բարթողյան սարերից իջնելով կատաղի կանգնել էին Մեծամոր լճի եզերքին։ Վերջին անգամ մեր նժույգները երկայն եղեգները ճեղքելով իրենց ռունգերը ագահորեն թաթախեցին Մեծամորի մթնած ջրերի մեջ։ Վճիռը այժմ Փեթարա Ախոյինն էր։ Նա պիտի որոշեր վաղվա օրը։ Եթե եղանակը աննպաստ լիներ, կարող էինք պարտվել չարաչար։ Ու պղնձյա Ախոն իր ձիով անջատվեց հեծյալների խմբից, որ բնության գաղտնիքը կարդար։ Ախոն գրեթե անսխալ մեկնաբանում էր ձիերի ականջների խաղը, գորտերի կռոցը և ճպուրների տզզոցը։ Գելհավքի երևալը նշան էր գլխապտույտ անհաջողության։ Եթե մայրամուտի պահին անծեղները դեպի անտառ թռչեին, անձրև էր սպասվում։ Երամ իրար սեղմվեին խժժալով, ահեղ փոթորիկ էր պայթելու։ Ձիերի փռշտոցը հողմի նշան էր։ Ուժգին որոտը կարկուտ էր բերում։ Չկար բնության մի երևույթ, որ Փեթարա Ախոն չկարդար։ Անջատվելով խմբից, նա ձիու գլուխը ուղղեց դեպի հարավակողմը և թամբից իջնելով զննեց իր ձիու ռունգերի ու ականջների խաղը։ Ապա նայեց դեպի լեռները, որոշելու ամպերի շարժմունքը։ Մի թեթև քամի անցավ լճի վրայով։ Քամու հետ մի կուղբ երևաց ջրի մեջ, և նրա մեջքի վրայով մի կաչաղակ թռավ, թևերը ուժգնորեն զարկելով իրար։ Ախոն տագնապեց։ Բայց շուտով մի ճպուր երգեց եղեգների մեջ և մի գորտ կռաց զարմանալի հանգիստ։ Ականջը երկար պահեց նրանց ձայներին, կռացավ և նորից լսեց։ Տագնապն անցավ։ «Հրաշալի եղանակ ունենք վաղվա համար», ազդարարեց հայդուկը և թռավ նժույգի թամբին։ Ես իմ հեծյալներին բաժանեցի երեք թևի։ Առաջին թևը հանձնեցի Փեթարա Մանուկին, երկրորդը մորուք Կարոյին, իսկ երրորդ թևը ես և Ախոն վերցրինք։ Վերին Թալինից դեպի հարավ֊արևմուտք կա մի լեռ, որ կոչվում է Մեծ Արտենի։ Հրաբխային լեռ է, չոր է, պղնձագույն։ Մանուկը պետք է ամրոցը հարվածի այդ սարի կողմից, մորուք Կարոն Կարմրաշեն կայարանի, իսկ մենք Աշնակ գյուղի։ Մայիսի 5-ի աղոթարանը խոստանում էր հրաշալի օր, ինչպես նախատեսել էր Փեթարա Ախոն։ Մենք ձիերը հեծանք գիշերով։ Մինչև Կարմրաշենի երկաթուղային կայարանը միասին գնացինք։ Ճանապարհին կանգնած էր մի հաստլիկ տղամարդ կապույտ գլխարկով, ձեռքին կանաչ լապտեր և երկու դրոշակ՝ կարմիր և դեղին։ Կայարանապետն էր։ Տեսավ ներքևից սասունցի ձիավորներ են գալիս, զարմացած հարցրեց. «Ո՞ւր կերթաք»։ «Բերդի վրա», պատասխանեց Փեթարա Մանուկը ձին կանգնեցնելով։ «Խեղճ մարդիկ», հառաչեց կայարանապետը ծոծրակը քորելով, ապա դարձավ Մանուկին. «Ինչո՞ւ ես էս խեղճ ձիավորներին տանում կոտորելու»։ Ու Կարմրաշենցին բացատրեց, թե ինչպես Ալեքսանդրապոլի կողմից
1600 մարդ թնդանոթներով երկու անգամ փորձ են արել այդ բերդը գրավել, բայց չի հաջողվել։ Հիմա դուք կուզեք 10-20 ձիավորով Թալինի բերդը վերցնել, արհամարհական հարեց կայարանապետը, մի ցավալի հայացք նետելով նրանց վրա։ Մեր շորերը պատառոտված տեսար, կարծեցիր, թե ողորմության կերթանք։ Ես մեր ամեն մի ձիավորին քո 1600-ի հետ չեմ փոխի, պարծանքով փոխադարձեց Փեթհարամանուկը։ Գոնե մի քանի օր սպասեք, խորհուրդ տվեց Կարմրաշենցին։ Այսօր որ չվերցնենք, էգուց քո պապն էլ, իմ պապն էլ, որ գան, չենք կարող վերցնել։ Մենք ծովն անցել ենք, առում պիտի խեղդվենք, պատասխանեց Փեթարացին ու ձին քշեց։ Աղոթարանը չբացված, Մանուկն իր ձիավորներով կանգնած էր Արտենասարի գագաթին։ Նրա խմբին միացել էին նաև մի քանի ձիավորներ գաղթականներից, որոնցից մեկը Սեմալսի Գալուսն էր։ Երբ արևը դիպավ Մասիսի ճակատին, Փեթհարամանուկը, Սեմալսի Գալուստը և մյուս սասունցի հայդուկները բարձրագոչ ուռա գոռալով ձիերը հեծած Սարի գագաթից խուժեցին դեպի ներքին Թալին։ Ամենից բարձր գոռացողը Սեմալսի Գալուսն էր։ Մենք էլ հարավից և աշնակի սարահարթից մեր ձիերի գլուխները ուղղեցինք դեպի բերդի պարիսպները։ Իբրահիմ խանը, թաթար և պարսիկ պահակազորին ու բնակիչներին ոտքի հանելով, սկսեց թնդանոթային ուժեղ դիմադրություն ցույց տալ ամրոցի խրամատներից։ Սակայն ինչ կարող էր դիմանալ հայրենիքը կորցրած լեռնականների ուժգին գրոհին։ Մորուք Կարոյի և Փեթհարա Ախոյի մարտիկները հողմային նժույգներով նետվեցին խրամատների մեջ, լռեցնելով Իբրահիմ խանի գնդացիրների որոտը։ Երբ ես ամրոցի պարիսպներին հասա, Փեթհարամանուկի հեծյալները արդեն խորտակել էին ամրոցի դռները և բերդի մեծ դռնով ներս էին խուժել։ Թշնամին հյուսիսային դռնից փախուստի դիմեց։ Ամրոցի տերը խուճապահար փախչում էր, իր ետևից քարշ տալով մի երիտասարդ թրքուհու։ Այդ այն գեղեցկուհին էր, որ մի օր առաջ Կարսի նահանգապետը նվիրել էր իրեն։ Գնանք Յադիգամ, ասաց խանը և կռանալով երկու բազուկներով գրկեց աղջկան, իր հինայած ցանցառ մորուքը քսելով նրա կրծքին։ Ով քաջերմենի, ազատիր ինձ այս հրեշի ձեռքից, բղավեց թրքուհին, դիմելով իր ետևից եկող հեծյալի օգնությանը։ Կանգնիր, Իբրահիմ խան, քո դատաստանը իմ ձեռքին է, գոռաց Փեթհարա Ախոն և իրեն վայր նետելով մաուզերը քաշած չոքեց խանի վրա։ Աղջիկը ինձ, բերդը քեզ, պաղատագին աղաղակեց Իբրահիմ խանը։ Եվ ամրոցն է մերը, և ամրոցի գեղեցկուհին, զրնգաց պղնձյա Ախոն։ Վրա հասավ Չոլոն, և մինչ ամրոցի տերը և հայդուկ Ախոն զբաղված էին սրամարտությամբ, նա գերի թրքուհուն իր թամբին վերցնելով բերդից դուրս տարավ։ Իմ հեծյալները Իբրահիմ խանի բոլոր բերդապահներին և դիմադրող բնակիչներին դուրս շպրտեցին ամրոցից, ոչնչացրին կամ գերի վերցրին։ Մեկ-երկուսին արծիվ Պետոն և Փեթհարա Ախոն սվինահար արին։ Ոմանք բերդի բարդաններից իրենց նետում էին ցած, որ փախչեն, և օդի մեջ զարկվում էին իմ ռազմիկների գնդակներից։ Կեսօրին ներքին Թալինի բերդը գրավված էր և հակառակորդի դիմադրությունը փշրված։ Թշնամին մեծ կորուստ ունեցավ, իսկ մենք տվինք 6 սպանված և 13 վիրավոր։ Իբրահիմ խանը փախավ։ Վերջին դուրս եկողը բերդի տիրուհին էր, որ իր աղջկա հետ թաքնված էր ամրոցի նկուղներից մեկում։ Գեղեցիկ էր խանի աղջիկը, և նրա համար բերդի դռանը կռիվ եղավ։ Մեր զինվորներից երկուսը
քիչ մնաց սպանեին իրար։ Չոլոն սուրը քաշելով նետվեց երկուսի մեջտեղ։ Տղաները սպանվել են, իսկ դուք մի քանի աղջկա համար կկռվեք։ Ախոն, որ արյունը աչքն էր առել, մոլեգնած հարձակվեց Չոլոյի վրա։ Դրությունը փրկելու համար ես կարգադրեցի Փեթարա մանուկին, որ աղջկան շտապ հասցնի իր ծերունի հորը։ Մանուկը մեկնեց։ Ճիշտ այդ ժամանակ ես հրավեր ստացա Անդրանիկից, որով կոչ էր անում ինձ և Տարոնցի բոլոր ուժերին լոռի երթալ։ Հրավեր բերողը Անդրեասն էր, մեր Ֆիդայի կամավորը։ Օսմանցին լցվավ Գյումրի, ասաց սուրհանդակ Անդրեասը, և խնդրեց, որ շտապ մեկնեմ։ Տեղեկացրեց նաև, որ Ալեքսանդրապոլի ճանապարհին բռնվել է մի թաթար սուրհանդակ, որը Երևանի քաղաքային դումայի որոշումները Թալինի վրայով հասցրել է թուրք բանակի հրամանատար Շևքի Փաշային։ Շտապ, դեպի լոռի, ասաց Անդրեասը և թռավ ձիու մեջքին։ Ես իմ ձիապանին կարգադրեցի նրան ճանապարհ դնել և որոշեցի մեկնել, ինձ հետ վերցնելով տարոնցիների և խլուսցիների մի քանի հարյուրակ, ինչպես նաև Թալինի բերդը գրաված հեծյալներից մի քանիսին։ Մեկնելու ժամանակ հայտնի դարձավ, որ իմ ձիապան Բարսեղը չկար։ Ինչ եղավ, չիմացա։ Եվ ժամանակ էլ չկար նրանով զբաղվելու։ Վստահ էի սակայն, որ եթե ողջ է, անշուշտ կերևա, իսկ եթե ողջ չէ, ուրեմն հերոսաբար զոհվել է մի որևէ հարկադրական կռվում։ Դեպի Վայոց Ձոր։ Ես իմ ձիավորներին առած միացա Ջավախքից վերադարձած Անդրանիկի զորամասին, և մենք Քարախաչի լեռնանցքով բարձրացանք դեպի լոռի։ Առաջին գյուղը, որ մտանք, Վարանցովկան էր։ Սա երկար գյուղ էր, և բնակիչները երկար մորուքներով ու երկարաճիտ ոտնամաններով մալականներ։ Գյուղի միջով անցնելիս նրանցից ոմանք իրենց ձեղուններից գաղտագողի կրակեցին մեզ վրա։ Անդրանիկը ձիու գլուխը շուռ տալով ասաց. «Էրկեն գեղ, թե մեկ էլ ետ դարձա, դու իմ ձեռքից չես պրծնի»։ Վարանցովկայից եկանք Ջալալօղլի։ Մեր մուտքից առաջ Ջալալօղլիում սուր վեճեր էին ծագել հայության տարբեր հոսանքների միջև։ Անդրանիկը, դիմելով տեղի հայկական կայազորին և մեզ դիմավորելու եկած բազմությանը, ասաց. «Լսել եմ, որ 2 օր առաջ այստեղ ընդհարումներ են եղել մեծամասնականների, փոքրամասնականների և դաշնակների միջև։ Նախ կռվենք մեր գոյությունը պաշտպանելու իբրև ազգություն»։ Ջալալօղլիում շատ հայ որբեր կային։ Մայիսի 23-ին մենք նրանց ձիերի թամբերին առած իջեցրինք Քոլագերան և հանձնեցինք կայարանապետին, որ ուղարկի Թիֆլիս, իսկ մենք բարձրացանք Դսեղ։ Զինվորական բարձր կենտրոնից Անդրանիկին հրաման եկավ, որ իր զորքով մնա այդտեղ և պաշտպանի երկաթուղու գիծը։ Մի քանի օրից հետո Դսեղից իջանք։ Հազիվ էինք հասել Մարցի գեղատեսիլ անտառին, երբ սկսվեց կարկտախառն անձրև, որ տևեց մինչև ուշ գիշեր։ Որոտներից դողում էին հաստաբուն կաղնիները, և փայլակը զայրույթից պատռոտում էր իր կուրծքը, նրանց խիտ սաղարթներից բեկվելով։ Մայիսի 29-ին մտանք Դիլիջան։ Գաղթականները խռնվել էին Դիլիջանի ձորում։ Այդտեղ լուր եկավ, թե Արաքսի ափին տեղի է ունեցել մեծ ճակատամարտ, և հայ ժողովուրդը, թեև հաղթել է այդ ճակատամարտում, բայց ազգային խորհուրդը մայիսի 28-ին Հայաստանը հռչակել է անկախ հանրապետություն, Բաթումում հաշտություն կնքելով Հռոմի թուրքերի հետ և նրանց իրավունք տալով Դիլիջանի վրայով շարժվել դեպի Բաքու։ Թշնամին պահանջել էր զինաթափ անել և ցրել նաև Անդրանիկի զորամասը, իսկ նրան գերի բռնել և հանձնել իրենց, եթե փորձ անի մտնելու Հայաստանի սահմաններից ներս։ 30 տարի կռվել եմ, ինձ չեն բռնել,
հիմի կուզեն գերի բռնել, ասաց Անդրանիկը և մերժեց ճանաչել թուրքերի հետ կնքած դաշնագիրը։ Նա հեռախոսով կապվեց Արարատյան Հանրապետության նախագահ Արամի հետ։ Խոսողը Անդրանիկն է։ Դուք վճռել եք թշնամուն առանց կռվի թույլ տալ Դիլիջանի կիրճով անցնել դեպի Գանձակ և Բաքու։ Ադիկա դավաճանություն է։ Ալեքսանդրապոլի կոմիտեի պահանջով դուք ինձ հեռացրիք սահմանից, ուղարկելով Ջավախք և Լոռի։ Սարդարապետը ապացուցեց, սակայն, որ մեր ժողովուրդը ընդունակ է հրաշքներ գործելու։ Թույլ տվեք ինձ փշրել թուրքական բանակը Դիլիջանի կիրճում։ Մերժողական պատասխան ստանալով, Անդրանիկը հայտարարեց, որ իր համար ընդունելի չէ Բաթումի հաշտությունը։ Այդ հաշտության պայմանագրով դարերի ստրկության շղթան դուք ձեր ձեռքով ձեր վիզը և ձեր ոտքերը անցուցիք, ասաց նա և իր 4000 զորքով ուղղվեց դեպի Պարսկաստան։ Հունիսի 5-ին նա ելավ Դիլիջանից և Սևանի ափերով անցավ Ելենովկա, արևի տակ չորացնելով իր զորքի հանդերձանքը։ Անցանք Լճաշենը և ապա դարձյալ կայծակների ու ամպերի հզոր որոտմունքով անձրևի ու հեղեղի միջով մտանք Նոր Բայազեդ։ Թուրքերի ձեռքով ստեղծված Հայաստանում զինաթափվելու և աստիճանաբար ասպարեզից վերացվելու վտանգ էր սպառնում արևմտահայ գրեթե բոլոր զինյալ ուժերին և հին հայդուկներին։ Ուստի Արարատյան Հանրապետությունից դժգոհ շատ հայ զինվորներ, որոնք հերոսաբար կռվել էին Սարդարապետի դաշտում և Բաշ ապարանում, փոքրիկ խմբերով եկան և միացան մեր զորամասին։ Առաջինը հայտնվեց Փեթարա մանուկը, բերելով սասունցի շինականներից կազմված գունդը, որ կոչվում էր Սասունցիների պոլկ։ Այդ գնդի մեջ էին Թալինի ամրոցը գրաված հայդուկ զինվորները։ Նրանց հրամայված էր քաշվել դեպի Նոր Բայազեդ և Զանգեզուր, թուրք զինվորների գրգռությունից հեռու մնալու համար։ Դիլիջանի կիրճից, Երևանի, Քանաքեռի և Եղվարդի բարձունքներից դեպի Նոր Բայազեդ էր շարժվում արևմտահայ գաղթականների 25000-անոց մի բազմություն։ «Որտե՞ղ Անդրանիկ, էնտեղ լե մենք», ասում էին ու կրնկակոխ հետևում մեր զորամասին։ Սասունցիների գունդը առանձին էր շարժվում։ Այդ գնդի կամավորներից մի քանիսի կանայք զինվորի շոր էին հագել, որ զորքից անբաժան լինեն։ Զինվորի հագուստ և զենք էին կրում Մարթան, Մորուք Կարապետի կինը, Յադիգամը, Չոլոյի կինը, Աղջնա Վահանի կինը և շատ ուրիշներ։ Գաղթականների մեջ էին Մոսեյմոն իր կնոջ և աղջկա հետ, Մորուքի եղբայր Օհանը և Տալվորիկցի Ֆադեն, Բահը֊Հուսին և Թաղիքն ու Կարպետը մեջքին կապած։ Սրանց առջևից գնում էին Հոնկա պապի թոռները, Բռնաշենցի Ծաղիկ Համբարձումը և Խնոցի ու Գերանդի շալակած շատ գյուղացիներ, որ մի քանի շաբաթ առաջ իջել էին Վարդողյան լեռներից։ Դհոլ գրկած շինականն էլ այնտեղ էր։ Դրանց բոլորի մեծավորը Սոսե մայրիկն էր, ձին հեծած և մի պատանի զինվոր առջևից։ Սոսեի սրտում համազգային վշտից բացի խլրտում էր մի անձնական ցավ։ Նրա մեծ որդին կորած էր, և նա երբեմն ձին կանգնեցնելով դիմում էր երիտասարդ զինվորին ասելով. «Ղարիբ, մի խաղ ասա Սոսե մայրիկի համար»։ Նոր Բայազետում Անդրանիկը ապստամբության դրոշ պարզեց և վերսկսեց կռիվը Հռոմի թուրքերի դեմ։ Դիմեց Անդրանիկը իր զորքին և ասաց. «Աշխարհում դեռ չի եղել մի երկիր, որի ժողովուրդը տեղահան եղած շարժվի իր բանակի հետ։ Ես այդ դժբախտ բանակի հրամանատարն եմ։ Մինչև այսօր ինձ Կովկասի զորաց հրամանատար կանվանեին, բայց հիմա ես ինձ դարձյալ Սասունի մեջ կռվող հայդուկ կկոչեմ։ Այնքան ատեն, քանի դեռ մեր դաշնակից պետությունները չեն հաղթված և իրենց սուրը վար չեն դրած, ես պիտի շարունակեմ կռիվը ուժերիս ներածին չափով։ Կամ պիտի մեռնեմ և կամ եթե ողջ մնամ,
Հայաստանը ազատագրված պիտի տեսնեմ։ Ես զինվոր եմ, ճնշվածների և ստրկացածների բանակի զինվոր, որտեղ պայքար կա ազատության համար, կռիվ կա տիրողների դեմ, այնտեղ է իմ սուրը։ Այս պահիս ես որևէ օգնող չունեմ։ Ուր որ գտա մի պատառ հաց, հոն կուտեմ, չգտա, անոթի կմնամ։ Ով ի սրտե կփափագի ընկերանալ ինձ, կարող է մնալ իմ զորամասի մեջ, պայմանով, որ եթե ինձ նման անոթի մնա, տրտունջ չհայտնի։ Իսկ չուզողը հիմիկվան է կարող է մեկնել։ Դիմեց Անդրանիկը իր ետևից եկող գաղթականությանը և ասաց. Գիտեմ, որ իմ զորամասը շատ նեղությունների պիտի հանդիպի այս ճանապարհին, և դուք արգելք պիտի ըլլաք մեր բոլոր շարժումներին, և թերևս բոլորդ էլ ջարդվեք, բայց քանի որ վճռել եք ընկերանալ, կրնաք գալ։ Ու վեց լեռնային թնդանոթով, սայլերին ու ուղտերին բարձած ռազմամթերքով ու պարենով մեր զորամասը Սելիմի լեռնանցքով սկսեց իջնել դեպի Վայոց ձոր։ Ժայռերն այնտեղ թուխ էին, արծաթագույն ու կարմիր, և այդ բազմագույն ժայռերի միջով քարագլխի քար ու քարափից հեղեղի պես իջնում էր գաղթականությունը։ Շալակել են, ով ինչ կարող է։ Այդտեղ էր, որ գաղթականների մեջ երևաց կեռ եղջյուրներով մի գոմեշ, ամեն տեսակ տնային իրերով բեռնված։ Ճրագ֊վառոցից մինչև Հավթար, ուրաքից մինչև աստվածամոր պատկերը, երկար թարթիշներով։ Խառնվել էր գաղթականների հոծ բազմությանը և արածելով բնազդորեն շարժվում էր առաջ։ Այդ անսովոր բարձկանը գրավել էր ամենքի ուշադրությունը։ Ոմանք նրա վրա խնամքով դարսված և ամուր կապված իրերից կռահում էին, որ այդ բարձկանը Խարբերդի կամ Բասենի կողմերից պետք է եկած լինի։ Ով էր տերը, ինչպես էր հասել մինչև Սելիմի լեռնանցքը, չիմացվեց և հարցնող էլ չկար։ Այդ բարձկանը այժմ ամենքինն էր և ոչ մեկինը։ Վայոց ձորի կամ Դարալագյազի հովիտը, դեպի ուր մենք իջնում էինք, առիթ էր տվել զարմանալի զրույցների։ Երկու գաղթական այդ հովիտը համեմատում էին Մշո դաշտի հետ, և այդ կետից ակամա հեռանալով վեճը կենտրոնացրել էին այն հարցի վրա, թե Բիթլիս քաղաքը քանի ժամ է հեռու Սուրբ Կարապետի վանքից, արդյոք 14, թե 18։ Վերջում համաձայնեցին, թե հեռավորությունը 18 ժամ է ոտքով։ Իսկ մեկ ուրիշը իր գյուղն էր հիշում, ասելով, թե առնջվանքը այնքան մոտիկ էր Մուշ քաղաքին, որ առնջվանքում վառած ծխախոտը մինչև պրծներ կհասնեիր Մուշ։ Մերթ մառաչելով և մերթ արածելով, նրանց կողքից շարժվում էր բարձկան գոմեշը։ Մի խնոցի դղրդոցով գլորվեց ձորը, ապա աստվածամոր կողքից մի ուրակ զնգաց քարափին, հավիթառը ցնցելով։ Ծաղիկ համբարձումը ետ նայեց։ Բան չկա, գաղթի ճամփա է, դրախտի ճամփա չէ, ամեն բան լե կպատահի։ Իմ կողքից անբաժան են Շահկա Արոն, Ալադին Միսակը և Մշեցի Ճիրոն։ Սմբուլ Արշակն էլ է մեզ հետ։ Ձիերը հեծած լեռնիվար իջնում են Խնուսցի Փիլոսը, Պուճուր Աբրոն և գումակի պետ հին հայդուկ Լոլո Գևոն։ Առջևից Անդրանիկն է գնում, ետևից հեծելազորի հրամանատար Սարգիս Ճեպեճին և երրորդ գումարտակի զորապետ Բժիշկ Բոնապարտը, մի տասնյակի չափ գարահիսարցի և բայբուրդցի քաջահաղ հեծյալների հետ։ Խմբի մեջ է նաև հիստապետ Թորգոմը։ Հեռվում երևում են սյունած սարերը ամպերի մեջ կորած։ Սոսե մայրիկը գաղթականների առաջ ընկած ձիով իջնում է զորքի ետևից։ Ամեհի բարձկանը կանգնել է մի կարմիր ժայռի և անդունդի վրայով զարհուրելի բառաչում է դեպի հեռվում երևացող Ջիվանշիրի սպիտակ գագաթները։
Հայոց Մոզ քաղաքի ավերակների մոտով մեր ձիերը ընթացք վերցրին դեպի Մարտիրոս գյուղը Սարի լանջին։ Հետևյալը Խաչիկն էր։ Այդ գյուղի բնակիչները մեզ ասացին, որ հաջորդ Պողոս Քիլիսա գյուղի բնակիչները մեզ երևի թույլ չտան իրենց գյուղի միջով անցնելու։ Անդրանիկը հասարակ շինելը քաշեց իր զինվորական զգեստի վրա և մի քանի գյուղացիների վերցնելով գնաց այդ գյուղը ճանապարհ պահանջելու։ Կանչեց գյուղապետին և ասաց. Անդրանիկ Փաշան ուզում է ձեր գյուղի միջով դեպի Նախիջևան անցնել, նրան չդիմադրեք։ Իսկ ո՞ւր է Անդրանիկ Փաշան, հարցրեց ադրբեջանցի գյուղապետը։ Այ այնտեղ է, իր զորքի հետ։ Մեզ վնաս չեն տա։ Ձեր հավերին նույնիսկ քշա չեն ասի։ Զորքը իջավ կանգնեց այգիների մոտ, իսկ գաղթականությունը շարժվեց դեպի Նախիջևան։ Վերջին անցնողը բարձկան Գոմեշն էր։ Հավիթառը կախ էր ընկել Աստվածամոր կողքից և քիչ էր մնում վայր ընկնի։ Անդրանիկը Հավթառը բարձկանի վրայից վերցնելով մեկնեց գյուղապետին։ Ձեր հավերը շատ են, այս Հավթառը իմ կողմից ձեզ նվեր։ Իսկ ձեզ պետք չի։ Մենք տուն ունենք, որ հավ ունենանք, ուղղակի իբրև հիշատակ։ Բարձկանը շարժվեց և նրա ետևից շարժվեց զորքը, ինչպես ասված էր։ Բայց ո՞ւր է Անդրանիկ Փաշան, հարցրեց գյուղապետը, դիմելով հայ զինվորին։ Շապինանդը շինելը վրայից մի կողմ քաշեց և ասաց. Անդրանիկը ես եմ։ Ադրբեջանցի գյուղապետը հուզվեց Անդրանիկի այդ առաքինի վերաբերմունքից։ Մեր ամբողջ զորամասը ետ կանչեց, մի ամբողջ օր պահեց իրենց գյուղում, կերակրեց, հյուրասիրեց ու ճանապարհ դրեց։ Հին հայդուկ Լոլո Հաջին ինչ-որ բան էր պատմում մալականների երկրի մասին, երբ մտանք Նախիջևան։ Անդրանիկը այդ քաղաքի ադրբեջանական թաղամասի բնակչությանը դիմելով ասաց. Սալամ, Յոլդաշլար, մենք հայերս հնուց ի վեր ջատագով ենք խաղաղ աշխատանքի։ Թուրք աշխատավոր բնակչության հանդեպ ես ոչ մի ոխ չունեմ։ Ես կռվում եմ միայն նրա բռնակալ սուլթանների, ապիկար բեկերի և աշխարհի անարդար կարգերի դեմ։ Ես ճանաչում եմ միայն մի ազգություն, դա բոլոր ճնշվածների ազգությունն է։ Ջուլֆայի կամուրջն անցնելը։ Հունիսի 20-ին հասանք Ջուլֆա։ Այդտեղ լուր եկավ, որ Խալիլ Փաշան հետապնդելով Վասպուրականից նահանջող հայ և ասորի գաղթականությանը, Ջուլֆայի գծով զորք է փոխադրում Պարսկաստան դաշնակիցների դեմ։ Տեսնելով, որ Անդրանիկը ոչ միայն զենքը վայր չի դրել, այլև որոշել է շարունակել կռիվը հասնելով մինչև Ջուլֆա, թուրք փաշան սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանի վարիչները անհապաղ զինաթափ չանեն նրան և չհանձնեն իրենց։ Փաշային պատասխան էր տրվել, որ Անդրանիկը արտաքսված է Հայաստանի սահմաններից իբրև խռովարար, որ նա ինքը ապստամբված է Հայաստանի Հանրապետության դեմ, չի ճանաչում թուրք-հայ զինակցությունը և իրենց կարողությունից վեր է ձեռք գցել անհնազանդ զորավարին։ Եթե ցանկանում եք անպատճառ ձեռք գցել նրան, դուք մեզնից զորավոր եք, կարող եք երթալ և բռնել, ասված էր պատասխանի մեջ։ Ջուլֆա հասնելով, Շապինանդի առաջին գործը եղավ անցնել Արաքսի վրա շինված կամուրջը և խոյի վրայով օգնությամբ ուտալ Վասպուրականի հետապնդվող գաղթականությանը։ Զորավարը հայկական Ջուլֆա մտավ մեր սպայակույտի ձիավոր հարյուրակով, զորամասի գլխավոր ուժերից կես ժամ առաջ։ Հարյուրակի առջևից ընթանում էր Քաջարի հայդուկապետը։ Նրանից մի քանի քայլի հետ դրոշակակիրը, զորամասի դրոշակը բարձր պահած, ապա ես
մի քանի հարյուրապետներ և նվագախումբը։ Փողային գործիքների պակասի պատճառով նվագախումբը համալրված էր ջութակ և սրինգ նվագող զինվորներով։ Հասարակ շվի փչող էլ կար։ Մի քանի տարբեր ձևի գալարափող, շեփոր, ծնծղա, թմբուկ, ջութակ և սրինգ։ Աշխարհում ոչ մի զորք այդպիսի զարմանալի նվագախումբ չէր ունեցել։ Անդրանիկը հեռվից ուշի-ուշով դիտեց կամուրջը, ապա գլուխը շուռ տալով նայեց իր հեծյալներին։ Հարյուրապետ Ճեպեճի Սարգսի շնորհալի դեմքը, բեղն ու փափախը ու զինվորական տարազը վայելչորեն իրար ներդաշնակած Հաղթանդամ փաշայի երևույթ էին տալիս նրան։ Ճեպեճին հասկացավ զորավարի միտքը, ձին քշեց առաջ, գրավելով առաջապահ դիրք։ Կամուրջը հսկող թուրք պահակապետը հարցրեց, թե մենք ովքեր ենք և ուր ենք գնում։ Շապինանդը արագացրեց ձիու վազքը և համարձակ մոտենալով պատասխանեց, թե ինքը այսինչ հայ զինվորականն է։ Արդեն հաշտություն է կնքված Հայաստանի վարիչների և թուրքերի միջև, և ինքը պաշտոն ունի թուրքական ճակատի գերագույն հրամանատարի և նորաստեղծ Արարատյան հանրապետության կառավարության կողմից գաղթականությանը Ջուլֆայի գծով տանել իրենց երկիրը՝ Թուրքիա։ Ավելացրեց նաև, որ ինքը սաստիկ զարմացած է, թե ինչպես մի այդպիսի կարևոր խնդրի մասին գերագույն հրամանատար Վեհիբ Փաշան հեռագիր չի տվել Ջուլֆայի հրամանատարին։ «Տեսեք, Փաշան զորքով գալիս է», ասաց նա, հեռվից Ճեպեճի Սարգսին մատնացույց անելով, և հրաման տվեց նվագել օսմանյան ռազմական քայլերքը. «Շանլի Վաթան, Բինլեր յոլլա»։ Պահակապետը և իր ասկյարները զգաստանալով բարևի կեցան կամուրջի վրա և շտապեցին շարք կազմել Նորեկ փաշային և նրա զորքին պատշաճորեն դիմավորելու։ Քանի մոտեցանք կամուրջին, այնքան մեր ընթացքը սաստկացավ հետզհետե վերածվելով խելահեղ վազքի։ Մինչ թշնամին գլխի կընկներ, թե ինչ կատարվեց, Անդրանիկն իր ձիավորներով արդեն անցել էր կամուրջը և շրջապատել պահակախմբին։ Նա բոլորին զինաթափ արեց և ուղարկեց ռուսական Ջուլֆա։ Այդտեղ զորք եկավ մեր դեմ։ 50 ռոմի ասկյար սպանվեց այդ կռվում, մնացյալները դիմեցին փախուստի։ Փախչող ասկյարներից մեկի ձին վազեց դեպի մեր կողմը։ Ասկյարը հրաման ստացավ ձին ետ դարձնելու։ Վազեց ձիու ետևից։ Անդրանիկի հրամանով բռնեցին ասկյարին և զինաթափելով բերեցին իր մոտ։ «Տղաս, մի՞թե դու չգիտես, թե ովքեր են հետապնդում քեզ։ Չվախեցա՞ր, որ կարող ես սպանվել։ Ինչո՞ւ ես մի ձիու համար կյանքդ վտանգի ենթարկում»։ «Փաշան սաղ մնա», գոչեց ասկյարը։ «Ես հայրենիքի և հրամանի գերի եմ, համոզված եմ նաև, որ ձեզ պես քաջ հրամանատարը իմ կյանքը ինձ կբաշխի»։ Անդրանիկը հրամայեց վերադարձնել թուրք զինվորի ձին և որպես նվեր մի ատրճանակ տվեց նրան։ «Առ, որդիս», ասաց Անդրանիկը, «սա էլ ինձնից հիշատակ քեզ։ Նստիր քո ձին և հասիր զորամասիդ։ Դու արժանի ես ապրելու, աֆերիմ, զավակս»։ Ասկյարը փութկոտությամբ հեծավ իր ձին և դարձավ զարմանքով. «Բաբամ, Անդրանիկ Փաշան, դուք եք։ Ինչպես իմացար։ Այդ հայրական ու հերոսական վարմունքը վայել է մենակ Անդրանիկ Փաշային, որի մասին շատ էի լսել, բայց տեսած չկայի։ Բախտավոր եմ, որ սեփական աչքով տեսա և հիմա մեր զինվորներին կպատմեմ ձեր մասին, իսկ այժմ ձեզ սաղություն»։ Անդրանիկը Ջուլֆայի կամուրջը գրավելով հետևյալ հեռագիր ուղարկեց Պարսկաստանի շահին. «Ես եկել եմ, որ անցնեմ։ Ճանապարհ տաս կանցնեմ, չտաս էլ կանցնեմ»։ Առավոտյան շահից պատասխան եկավ.
Ճանապարհը բաց է քո առաջ, կուզես խոյով գնա, կուզես թավրիզով։ Անդրանիկը բռնեց խոյի ճանապարհը։ Մեկնելուց առաջ ջուլֆայի մաքսատան պահեստներից զինվորներին չամիչ ու նուշ բաժանվեց։ Ալի Իսհան փաշան 12,000 զորքով կանգնած էր Սալմաստում։ Իմանալով մեր առաջխաղացման մասին, նա 500 զինվոր Սալմաստի ճակատում թողնելով, իբրև թիկունքի պաշտպան, մնացյալ ամբողջ զորքով շարժվեց դեպի Խոյ, մեր զորամասին դիմագրավելու։ Արագ տեղ հասնելով, նա Խոյի դարպասները փակել էր մեր առաջ և ամրացել Սեյդավար գյուղում։ Չամիչ ուտելուց և Արաքսի պղտոր ջուրը խմելուց մեր հիվանդ զորքը դանդաղ էր շարժվում, և մեր նպատակը Խոյը գրավելով շարժվել դեպի Ուրմիա, դաշնակիցների բանակին միանալու, գրեթե ձախողված էր։ 2 օր հետո իրիկնապահին Սեյդավար գյուղի առաջ հանդիպեցինք Ալի Իսհան փաշայի առաջապահներին և կռվի բռնվեցինք նրանց հետ։ Մենք ընդամենը 600 ձիավոր էինք, իսկ մեր հիմնական զորքն ու հրետանին դեռ տեղ չէր հասել։ Թշնամու դիրքերը իշխում էին մեզ վրա, և մենք ստիպված մեր գլուխները քաշել էինք հողաթմբերի ետև։ Հուսահատ էինք ամենքս։ Հանկարծ երևաց Անդրանիկը, ձին հեծած, շողշողուն սուրը ձեռքին, ետևից դրոշակակիրները, զորամասի դրոշը բարձր պահած։ Հեյ, ինչ եք նստել դիրքերում, մենք գնում ենք հաղթելու և միայն հաղթելու։ Նապրիեդ, բուլղարերեն բացականչեց զորավարը, և թշնամու գնդակների տարափի տակով սրարշավ նետվեց դեպի թշնամին։ Մենք ակնթարթում թռանք մեր ձիերին և ուռա գոչելով նրա ետևից թափվեցինք հակառակորդի դիրքերի վրա։ Թշնամին ահաբեկված դիմեց փախուստի։ Ասկյարները սարսափահար գցում էին հրացանները և ձեռքերը վեր բարձրացնելով աղիողորմ գթություն հայցում։ Խնայեցեք, մեղք եմ։ Սեյդավարի կռվում ծանրորեն վիրավորվեց Հիսնապետ Թորգոմը։ Նրա կողքին մի երիտասարդ ասկյար, որ նույնպես ծանր վիրավորված էր, տենդի մեջ շարունակ կանչում էր. Սրմալի, սրմալի։ Երևի սիրած կնոջն էր հիշում։ Լուսադեմին նա մահացավ։ Վերցնելով Սեյդավարը և ջախջախելով Ալի Փաշայի զորքերին, Անդրանիկը իր զորամասը շարժեց քաղաքի վրա։ Խոյը պարսպապատ էր։ Զորավարը հրամայեց պաշարել քաղաքը։ Աջ թևի վրա ես էի կանգնած իմ հեծյալ գումարտակով, իսկ դեպի Սալմաստ Խոյ առաջացող գծի վրա հարյուրապետ Շահկա Արոն։ Անդրանիկը 2 անգամ գրոհեց քաղաքի պարիսպները։ Երրորդ գրոհին մեր թնդանոթները որոտացին, և զորավարը, քաղաքի հարավային պարիսպները քանդելով, առաջինը մտավ Խոյ։ Նրա ետևից մտավ մի ձիավոր հարյուրակ և ապա ամբողջ զորքը։ 3 օր կռիվ եղավ այդ քաղաքի համար։ Խոյի տակ մի խիստ ամրացված կամուրջ կար։ Շապինանդը ասաց. Մախլուտո, ինձ մի քանի զինվոր տուր, այդ կամուրջը գրավեմ։ 20 զինվոր վերցրեց ու գնաց։ Մինչև կամուրջի կեսը գնաց, 20 զինվորն էլ սպանվեցին։ Ինքը մենակ մնաց կամուրջի վրա։ Էլի զինվոր տուր։ Տարար տղաներին սպանեցիր, նորից զինվոր կուզես, նեղացած գոչեցի ես։ Այս անգամ տվեցի 15 զինվոր։ Նրանք էլ սպանվեցին։ Ինքը մենակ մնաց կամուրջի վրա։ Երրորդ անգամ ուզեց, տվեցի 5 զինվոր։ Անդրանիկն եմ, 50 հոգով 50,000-ի դեմ եմ կռվել Սասունում, գոռաց զորավարը և այդ 5 զինվորով կամուրջի մյուս կեսն էլ գրավեց։ Պարսիկ բնակիչները կռիվը դադարեցրին, իսկ թուրքերը շարունակեցին դիմադրել։
Անդրանիկը քաղաքի կեսը գրավել էր, և թուրքերն էլ մտադիր էին անձնատուր լինել, երբ մի ահավոր իրարանցում և գոռում-գոչում լսվեց քաղաքի պարիսպներից դուրս. Ալի Իսհամ Փաշայի հեծյալ զորաբանակը Սալմաստի կողմից օգնության փութալով խոյում դիմադրող թուրքերին մերկացած ցրերով հարձակվել էր հայ անզեն գաղթականության վրա։ Մեր զինվորները խոյի ճակատը լքելով, գլուխները կորցրած շտապեցին իրենց ընտանիքները փրկել։ Անդրանիկը ստիպված նահանջի հրաման տվեց և գաղթականներին փրկելու համար ճակատամարտը փոխադրեց քաղաքի պարիսպներից դուրս։